Որոնք են բացասականը ձգող բառերը, արտահայտությունները, սովորությունները։ Իրական ստեղ միստիկայում չկա, սա հոգեբանների համար հայտնի, բայց գուցե ոչ այդքան պարզ մեխանիզմի մասին է, որ մենք մեր մտածողությամբ կառուցում ենք աշխարհը։ Օրինակի վրա, երբ ես մտածում եմ, որ իմ մոտ չի ստացվի, որևէ բան, կապ չունի ինչ։ Չնայած շատ ուզում եմ, որ ստացվի, բայց ոնց որ մտավախություն է, որ չի ստացվի եւ կրկնում եմ ներսում, որ ինձ մոտ դա չի ստացվի, ես ակամայից ինձ ինչ որ իմաստով ենթագիտակցորեն տրամադրում եմ նեգատիվ արդյունքի, որը որ տվյալ դեպքում արդեն ինձ համար տանելի է սկսում թվալ։ Եվ սա երբեմն կոչվում է ծրագրավորում, երբ որ մարդը ինքնին ծրագրավորում է, բայց երևի բառը այդքան դիպուկ չի։ Կամ պատկերացնենք ուրիշ իրավիճակ, ենթադրենք մարդը փոքրուց իրենից անկախ, ինքը չէր գիտակցել դա, բայց ունի ներքին խորքային համոզմունք, որ ինքը արժան չէ սիրվելու։ Իրեն փոքրուց շատ չեն սիրել, ինքը շատ դա չի զգացել, միշտ պայքարել է դրա համար, շատ չի ստացել եւ տենց արմատավորվել է իր մեջ այդ զգացողությունը կամ համոզմունքը, որ ես այդքան էլ արժանի մարդ չեմ, չնայած իր վարքով, կյանքով ամեն ինչ տեղն է կարծես թե։ Ու սա կարող է կառուցել իր իրականում դժբախտ ապագան, հենց այս համոզմունքը։ Ինչու՞, որովհետեւ ինքը ասես գործելու է այնպես, որ հաստատի ինքն իր համար, որ ինքը ճիշտ է, ինքը արժան չէ սիրո։ Հանդիպելու է մարդկանց, ովքեր դա իրան ինչ-որ ձեւով ասելու են կամ ցույց են տալու։ Մտնելու է հարաբերությունների մեջ, որտեղ որ իրան թողնելու են, ենթադրենք, ու հետո ասելու ենք բախտ չունի այս անձնավորությունը։ Եկամ այն ամեն ինչ, որ մենք հաճախ կոչում ենք բախտ կամ ճակատագիր, փոքրուց ձևավորված խորը անգիտակցականում համոզմունքների համակարգն է, որը որ կերտում է հետագան։